Դե քանի որ Պենտեկոստեի օրն է, մենք հաճախակի պետք է խոսենք Սուրբ Հոգու կարևորության մասին, Սուրբ Հոգու գործի մասին, բայց մանավանդ այսօր։ Դե սովորաբար եկեղեցում Պենտեկոստեի օրը նրանով առանձնանում, որ վերջում մենք նաև աղոթում ենք, որ ժողովուրդը, ովքեր որ դեռ չեն մկրտվել Սուրբ Հոգով, մկրտվեն Սուրբ Հոգով, այդ մկրտությունը լինի։ Իսկ նրանք, ովքեր արդեն մկրտված են, նորից լցվեն Սուրբ Հոգով, որտեղ հավատացեք, այսօրվա մեր լեցունությունը վաղը կարող է արդեն մեզ բավարար չլինել։ Մենք ամեն օր նրանով լցվելու եւ զորանալու կարիք ունենք։ Եվ միջև որ կհասնենք դրան, Գործ Քարաքելոց առաջի գլխի 4-ից 8-րդ խոսքն եմ ուզում կարդամ, միասին այս հատվածը այսօր մի փոքր խոր ուսումնասիրենք։ Եվ սրանից հետո եւ նրանց միասին ժողված ժամանակ պատվեր էր տալիս նրանց Երուսաղեմից չհեռանալ։ Հիսուսը աշակերտների հավաքված ժամանակ պատվեր էր տալիս Երուսաղեմից չհեռանալ, այլ սպասել հոր ավետիքին, որ ասեց. ինձանից լսեցինք, որովհետև Հովանեսը իրավի ջրով մկրտեց, բայց դուք Սուրբ Հոգով կմկրտվեք, ոչ թե շատ օրեր սրանից հետո։ Եվ նրանք մեկտեղ գալով հարցնում էին նրան եւ ասում. Տեր, այս ժամանակում ես կանգնեցնում Իսրայելի թագավորությունը։ Ուզում ուշադրություն դարձնեք, Տերը ինչի մասին էր խոսում, իրանք ինչ հարց էին տալիս։ Բայց սրանք անդրադառնանք։ Եվ նա ասեց նրանց. ձեր բանը չեք գիտենալ ժամերը եւ ժամանակները, որ Հայրը իր իշխանությունում դրավ, բայց դուք զորություն կառնեք, երբ որ Հոգին ձեզ վրա կգա, եւ իմ վկաները կլինեք Երուսաղեմում եւ բոլոր Հրեաստանի եւ Սամարիայի մեջ միջև երկրի ծայրերը։ Նախ ուզում եմ մեր ուշադրությունը ուղղենք այն խոսքին, որ Հիսուսն ասում է. Երուսաղեմից չհեռանաք, սպասեք հոր ավետիքին։ Ուրեմն Սուրբ Հոգին մեր երկդային հոր կողմից ուղարկված ավետիքն է։ Դա ավետիսի պես էր, որ Սուրբ Հոգին պետք է գա եկեղեցու մեջ, աշակերտների կյանքի մեջ։ Նա ճշմարտության, նա մխիթարության հոգին է, նա ազատության հոգին է, երգում ենք միասին։ Նա հորից ուղարկված բարի լուրն է։ Բարի լուր թե չէ, որ Սուրբ Հոգին մեր կյանքի մեջ է եկել։ Աստված մեզ մենակ չի թողել, որոշել է մեր մեջ ապրել։ Իր հոգին իր մասնիկը դնել մեր մեջ, որ մենք մենակ չլինենք։ Իսկ եթե մեկը չունի այս ավետիքը, նա խավար աշխարհի հետ էլ բան չի ունենա խոսելու։ Ուզում միասին գնանք այստեղ։ Ուրեմն եթե դու չունես հոր ավետիքը, դու բան չես կարողանա տալ, որտեղ այդ տվածն էլ ոչ ոք չի կարող վերցնել այնպես, ինչպես որ հարկն է։ Եվ տեսնում ենք մենք, որ հենց աշակերտների կյանքում այդպես էլ եղավ։ Քանի որ Սուրբ Հոգին հոր ավետիքը եկել է մեր մեջ, որպեսզի մեզանով Աստծո փրկության բարի լուրը հասցնի կորսվող աշխարհին։ Այստեղ կա մարդ, որ համաձայն է, որ Սուրբ Հոգին իրան օգտագործի, որպեսզի բարի լուրը հասնի այս կորսվող աշխարհին։ Երբ որ նայում ես ավետարանը, տեսնում ես, որ Սուրբ Հոգու գալստյան հիմնական նպատակը դա էր, սրա մասին խոսելու եմ քիչ հետո։ Սուրբ Հոգին եկավ, որպեսզի աշակերտները բարի լուրը կարողանան հասցնել։ Երբ Սուրբ Հոգու գալուստը մարդու մեջ Հիսուսն անվանեց մկրտություն։ Սուրբ Հոգու գալուստը մարդու մեջ Հիսուսն ասաց մկրտվելու եք Սուրբ Հոգով։ Դա մկրտություն է։ Իսկ մկրտվել ինչ է նշանակում, նշանակում է ընկղվել, սուզվել, հա, թաղվել։ Ինչպես որ ջրով մկրտվողը մինչ մկրտվելը չոր է, բայց երբ որ ընկղվում է ջրի մեջ եւ դուրս է գալիս, ինքը ամբողջովին թաց է լինում, չէ՞։ Իսկ թաց եղող մարդը, երբ որ մեկին կպնում է, այդ թացությունը փոխանցվում է, չէ՞։ Որ ձեռները ջրոտ է լինում, չես ուզում ձեռքով բարեկտաստանները լավ իմանան, որովհետեւ այդ թացությունը փոխանցվելու հատկություն ունի։ Հիմա դրա համար իզուր չի, որ Աստված այս բառն է օգտագործում այստեղ,
մկրտվել, այսինքն սուզվել, ընկղմվել Սուրբ Հոգու մեջ, որպեսզի քեզանից այդ հոգու զորությունը փոխանցվի։ Դու մկրտվես Սուրբ Հոգով, Սուրբ Հոգու մեջ, որպեսզի այդ զորությունը քեզանով փոխանցվի։ Ամեն։ Ամեն։ Որպեսզի մեր կյանքը, մեր հոգևոր ընթացքը չորու ցամաք չլինի, ժողովուրդ ջան։ Որտեղ հավատացեք, առանց Սուրբ Հոգու մենք չորու ցամաք ենք։ Առանց Սուրբ Հոգու քո անգիր իմացած խոսքերն էլ ասում ես, հասկանում ես, որ որևէ ազդեցություն չունի։ Բայց երբ որ Սուրբ Հոգով լցված ես, նույն խոսքերն ասում, տեսնում ես, որ արդյունք կա։ Եվ դրա մասին էլ խոսենք։ Այնուհետև տեսնում ենք, որ երբ որ Տերն ասում է մնացեք, սպասեք Երուսաղեմում, մինչև հոր ավետիքը կգա։ Եվ աշակերտները ինչ հարց են տալիս դրանից հետո, ասում են հիմա ես կանգնեցնելու Իսրայելի թագավորությունը, այս ժամանակում ես կանգնեցնելու, ասում են։ Բայց հետարքիր է Տիրոջ պատասխանը այստեղ, որ ինքը ոչ թե իրենց հարցին է պատասխանում այստեղ։ Ասում է նախ ձեր ժամանակ, ձեզ տրված չի իմանաք ժամերն ու ժամանակները։ Հետո ասում է եկեք ես ձեզ ավելի կարևոր բան ունեմ ասել։ Եվ ինչ է ասում ինքը, ասում է բայց Տերը պատասխանում է ես ձեզ առաջարկում եմ կանգնեցնել հոգևոր Իսրայելի թագավորությունը, որ է եկեղեցին, այսինքն Աստծո թագավորությունը։ Դա էր Հիսուսը ասում իրենց։ Ասում էր ես ձեզ ավելի կարևոր գործի մասին եմ մտնում։ Դուք սահմանափակ եք մտածում, դուք մտածում եք ես եկել եմ միայն Իսրայելի վրա թագավոր լինեմ, այստեղ թագավորություն հաստատեմ, բայց ես ձեզ ասում եմ, որ դուք միջև աշխարհի ծայրերը պետք է գնաք շարունակության մեջ տեսնում ես։ Ասում էր որ թագավորություն կա, որ ավելի մեծ է, որ պետք է հաստատվեմ։ Ձեր գործը չի ժամերն ու ժամանակները, քեզ պետք է Սուրբ Հոգով լցվել եւ գործել։ Եվ շարունակում է ասել, թե ինչ է պետք ձեզ, որպեսզի դուք կարողանաք Աստծո թագավորությունը տարածել։ Եվ ինչ է ասում Տերը, ասում է, բայց դուք զորություն կառնեք, երբ Հոգին ձեզ վրա գա, եւ իմ վկաները կլինեք։ Ուրեմն հստակ խոսքը մեզ ներկայացնում է, որ առանց վերից զորություն առնելու դու չես կարող լինել Քրիստոսի վկա։ Հիսուսը չասես, գնացեք իմ վկաները լինեք, ասես չէ սպասեք, միջև որ ավետիքը կստանաք հորից, այսինքն բարի լուրը կստանաք, Սուրբ Հոգին ձեզ վրա կգա եւ դուք իմ վկաները կլինեք։ Ուզում ենք մենք Քրիստոսի վկան լինենք։ Մենք Սուրբ Հոգու զորության կարիք ունենք, ժողովուրդ ջան։ Եվ հավատացեք, երբեմն որ մենք զախողվում ենք կամ չի ստացվում, տարբեր պատճառներով չենք խոսում, դա Սուրբ Հոգու լեցունության պակասից է։ Եթե մենք Սուրբ Հոգով լցվենք, այդ հոգու զորությունը լինի մեր կյանքի մեջ, մենք ուղղակի որևէ պատճառ հաշվի չենք առնի, ուղղակի կառհամարենք ցանկացած պատճառ եւ կխոսենք համարձակության խոսքը։ Այսինքն Սուրբ Հոգու գալստյան առաջին նպատակն էր աշակերտներին զորություն տալու, որպեսզի ավետարանը քարոզեն։ Սենց էր ասում, թե չէ Հիսուսը։ Ասում էր մնացեք Երուսաղեմում, մինչև որ վերից զորություն կառնեք եւ իմ վկաները կլինեք։ Ուրեմն ավետարան քարոզելու համար Սուրբ Հոգին հենց այդ նպատակով է եկել, որ ես ու դու զորություն առնենք, որ ավետարանը քարոզենք։ Ուրեմն սա նշանակում է, որ հետևանք կա։ Եթե դու Սուրբ Հոգուց զորություն առել ես, դու չես կարող ավետարանը չքարոզել։ Հավատացողը թող ասի ամեն։ Աստծո թագավորության կառուցման ճարտարապետը Սուրբ Հոգին է։ Եվ մենք տեսնում ենք, երբ որ Պենտեկոստեի օրը Սուրբ Հոգին եկավ, իրականում աշակերտները այդ զորությունը առան եւ համարձակ խոսում էին, վկայում Քրիստոսի մասին եւ եկեղեցին սկսեց աճել ու կառուցվել։ Սուրբ Հոգին մի գործ սկսեց աշակերտների կյանքի մեջ եւ տեսնում ենք, որ միջև այդ սա բազմիցս ասվել է, բայց արժի նորից կրկնել։ Աշակերտները վախվորած, հավաքված մի վերնատանը, բայց վախը կար, բայց վախը չէր արգելում նրանց, որպեսզի նրանք աղոթք անեն։ Գիտես, հնարավոր է մենք վախեր ունենանք, բայց գոնե պետք է աղոթք անես։ Որ աղոթք արեցիր, որ Տիրոջ Հոգին լցրեց քեզ, այդ վախերը անցնելու են։ Պետրոսի օրինակը բազմիցս լսել ենք սա, բայց արժի նորից այսօր հիշել դրա մասին, որ մի մարդ, ով մի քանի օր առաջ ուրացել էր Հիսուսին, մի քանի օր չէ, վերջը, 50 օր առաջ։ Տեսնում ենք, որ միանգամից
ոտքի կանգնեց ու սկսեց խոսալ բազմության մեջ։ Բազմության մեջ վկայություն տալ։ Բայց մինչ դա ինչ էին անել, վախեցած, հավաքված, աղոթում էին։ Բայց գիտես, երբ որ Սուրբ Հոգին գալիս, ամեն բան փոխվում։ Ամեն բան փոխվում։ Դու էլ դու չես։ Սենց ասեմ։ Այսինքն էլ կապ չունի քո տեսակը ինչպիսի է, դու խոսք անես, չխոսք անես, ամաչկոտ ես, չեմ անում, քաշվող ես, որ Սուրբ Հոգին գալիս է, դու էլ ես քեզ կորցնում։ Դա նորմալ է, որ դու քեզ կորցնես, որ դու հասկանաս, դու ինքդ զարմանաս։ Ես մտածում եմ Պետրոսը դրանից հետո զարմացել էր իր վրա։ Էս ինչ պատգամ տվեցի ես։ Էս ինչ խոսք խոսացի ես։ Դեսրա մասին անverջ կարելի է խոսել, բայց տեսնում ենք, որ Սուրբ Հոգու գալուստից հետո եկեղեցին անմիջապես նույն օրը, նույն ժամին 3000 հոգով ավելացավ։ 3000 հոգի փրկվեցին նույն ժամին, երբ որ Սուրբ Հոգու լեցունությունը եկավ։ Այդ հավատացեք, այնպես չի, Աստված մեզ զրկել է դրանից։ Սրա չէ, մենակ առաջի դարվա եկեղեցում։ Ես ուզում հավատքով ասեմ, դա հրազդանի եկեղեցում է։ Ամեն, ամեն։ Սա եկեք մարգարեական ընդունենք։ Սա վերաբերվում է հրազդանի եկեղեցում, որտեղ խոսքը մեզ է վերաբերվում։ Եվ մենք կարող ենք Սուրբ Հոգով լցվել եւ շատ կարճ ժամանակ հետո հասկանանք, որ մեր շենքը քչություն անում մեզ արդեն։ Ամեն, ամեն։ Եվ սա ուղղակի մի հատ չեմ անում։ Ուղղակի չեմ եկել հորդորելու։ Ես լուրջ հավատում եմ, որ այս Պենտեկոստեն կարա մեր կյանքում արդեն տեղի է ունեցել։ Սուրբ Հոգին եկել է, շատերս մկրտվել ենք Սուրբ Հոգով, բայց այդ լեցունության կարիքն ունենք, որպեսզի համարձակ խոսենք։ Այստեղ ուզում եմ անպայման շեշտադրել այն, որ Սուրբ Հոգով մկրտվողները սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես Հոգին խոսել էր տալիս, Գործք Առաքելոց 2:4-ում գրված։ Երբ որ ասում եմ մեկտեղ հավաքված էին հանկարծակի սաստիկ քամու փչով ձայն լսվեց եւ կրակի լեզուներ երևաց եւ դստեց ամեն մեկի վրա եւ ամենքը Սուրբ Հոգով լցվեցին եւ սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես որ Հոգին էր նրանց խոսել տալի։ Այստեղ ուզում եմ հավելյալ մի բան ասեմ, որովհետեւ կարող է շատերը ինտերնետում նկատած լինեք, տեսած լինեք, այսօր մեր գորախբերն էլ դրա մասին ասել, ես էլ էի որոշի ասեմ, հետարքիրա շատ նման էր մեր պատգամները, առանց իրար հետ խորհրդակցելու, Սուրբ Հոգին առաջնորդել էր նույն թեմայով խոսելու, շատ նման էլի։ Այս վերջում տեսնում եմ, որ ցավոք սրտի հոգևոր առաջնորդներ անգամ ինտերնետով խոսում են Սուրբ Հոգու պարգևի դեմ։ Եվ ասում են դա միայն առաջի դարում էր, դա աշակերտներին տրվեց, որ իրենք ուրիշ լեզուներով տարբեր երկրներում քարոզեն, բայց այդ ասողը երևի պատմություն չի ուսումնասիրել հասկանալու, որ այդ ժամանակ ընդհանուր հռոմեական կայսրության մեջ մեկ լեզու կար, դա հունարեն լեզուն էր, եւ բոլորը հունարեն հասկանում էին, եւ Աստված ինքն էր հենց այդ ժամանակը ընտրել Քրիստոսի գալստյան, որպեսզի հունարեն լեզուն որպես մեկ լեզու նպաստեր, որպեսզի ավետարանը բոլոր ազգերի մեջ քարոզվեր։ Եվ մենք փաստ տեսնում ենք, որ աշակերտները որտեղ գնացել են խոսելու, լեզուներով չեն խոսել, խոսել են հասկանալի լեզվով, ոնց որ մենք ենք խոսում հայերեն լեզվով, եւ տարբեր ազգերի մեջ էլ Սուրբ Հոգու մկրտություն է եղել, որի կարիքը այդ մարդիկ չունեին, որ խոսեին լեզուներով, իրանց ազգի մեջ իրանց լեզվով կարային ավետարանը քարոզեին։ Այսինքն սա մի հատ սուտ է հորինված, որպեսզի դեմ խոսվի Սուրբ Հոգու պարգևի դեմ, կարծես թե դա այսօր իրական չի, բայց մենք բազմիցս տեսել ենք, թե ինչպես է Աստված այսօր էլ Սուրբ Հոգով մկրտվում, մենք ինքներս էլ մկրտված ենք եւ տեսել ենք այդ պարգևի կարեւորությունը, ազդեցությունը, զորությունը մեր կյանքի մեջ, ամեն ժողովուրդ։ Այնպես որ ես ուզում հատուկ շեշտադրել, որ Սուրբ Հոգու մկրտությունը ամբողջ Գործք Առաքելոցի մեջ, սա անուրանալի փաստ է, ուղեկցվում էր լեզուներ խոսելով։ Երբ որ մեկը Սուրբ Հոգով լցվում, մկրտվում էր, անպայման Սուրբ Հոգու մկրտությունից հետո սկսում էր ուրիշ լեզուներով խոսել եւ մարգարեանալ։ Սա դրսևորումն էր Սուրբ Հոգու մկրտության։ Այսինքն վստահաբար կարող եմ ասել, երբ որ առաջի դարում ասում էին Սուրբ Հոգով մկրտված էր, ի նկատի ունեին, որ սա լեզուներով խոսում է։ Այդ պարգևն ունի, որովհետև դա դրսևորումն է, եւ մեր արտավազ դախպերն են լավ ասում, ասում էր, քանի որ Սուրբ Հոգին անձնավորությունը, երբ որ ինքը գալիս է, ինքը պետք է խոսի, եւ երբ որ դու հանձնում ես քո շուրթերը իրան, նա խոսում է քո բերան։ Ամեն։ Ուրեմն
Դրա համար աշակերտները, երբ որ Սուրբ Հոգով լցվեցին, զորացան այդ կրակով բորբոքվեցին, համարձակությամբ սկսեցին քարոզել ավետարանը։ Մի համար եմ ուզում մեջ բերել այստեղ Հռոմեացիս 1:16-ը շատ հայտնի համար է, անգիր սովորելու համար է։ Պողոս առաքյալը ասում է, որովհետև ես Քրիստոսի ավետարանը ամոթ չեմ համարում։ Կարանք ես իհատ բարձրացնել իրար հետ ասենք, որովհետև ես Քրիստոսի ավետարանը ամոթ չեմ համարում։ Ամեն։ Եվ շարունակում է, որովհետև Աստծո զորությունն է փրկելու համար ամեն հավատացողի, առաջերիայի եւ հետո հույնի։ Այս անգամ պատգամը պատրաստելուց ոնց որ մտածում է, ես ինչի համար ասում Աստծո զորություն է, այո, Աստծո խոսքը զորություն ունի կյանքեր փոխելու։ Ավետարանը Աստծո զորությունն է, երբ մենք լցված ենք Սուրբ Հոգով, որովհետև գիրը սպանում է, Սուրբ Գիրքն ասում է, բայց հոգին է կենթանացնողը։ Երբ որ դու միայն գիրն ունես, դա բավարար չէ, որովհետև շատ գիր ունեցողները, խոսք ունեցողները փոխանցում են եւ արդյունք չկա, բայց դրանք ովքեր խոսքն էլ ունեն, Սուրբ Հոգու լեցունությունն էլ ունեն, այդ խոսքը զորությունով է հասնում եւ ամեն հավատացող փրկություն է ստանում։ Ամեն։ Մենք հաճախ համարձակ չենք սիրելի Աստծո ժողովուրդ, որովհետև Սուրբ Հոգու լեցունության պակաս ունենք, պիտի խոստովանենք։ Մենք վախեր ունենք կամ երբեմն մեր մտքի մեջ մեզ արդարացնում ենք, դասում ենք, ես չի լսելու ավետարանը, մարդկանց տարբեր որակավորումներ ենք տալիս, ով սա չի հավատալու եւ սա ինձ համար ապացույց է, որ ես չխոսեմ իր հետ, բայց արի ուտես, որ շատ մեր կարծիքով չհավատացող մարդիկ հենց դրական են արձագանքում մեկ Աստծո խոսքին, զարմանում ես ինքդ էլ ասում ես, ես մտածում եի սա ավելի վատ կարձագանքեր, քան թե սպի խեղճը, բայց արի ուտես, որ սա ավելի լավ արձագանքեց, ավելի լուրջ արձագանքեց, նվիրվեց, ապաշխարեց, լավ էլ կյանքը փոխվեց։ Այնպես որ եկեք մենք երբեք այս միտքերի եմ ասել, ոչ մեկին չսահմանափակենք որևէ առումով, դա Աստծո հոգին առաջնորդում է խոսելու, համարձակ խոսիր։ Երբ լսում ես Պենտեկոստեի օրվա Պետրոսի քարոզը, այսօր Գորեղբար ասեց շատ զորավոր էր այդ քարոզը, ես ուզում ասեմ հասարակ էր այդ քարոզը, բայց Սուրբ Հոգով լցված զորությունով պատգամ էր։ Ես որ այդ քարոզը կարդում եմ, հասկանում եմ, որ Պետրոսը այդ պատգամը չէր պատրաստել։ Այսինքն ինքը ասենց մեր նման չէր գնաց այդ տունը աղոթել, պատգամը պատրաստել, եկե փոխանցում էր։ Երբ որ Սուրբ Հոգին գալիս է, մեր մեջ պատգամներ ա ծնվում ժողովուրդ ջան։ Ու դու գիտես ամեն տեսակ մարդու հետ ինչպես խոսես եւ հատկապես ինչ ասես։ Որովհետեւ երբ որ բերանը բացում ես, սկսում է բխել։ Հետո դու հասկանում ես, այդ ես էի, այդ խոսացողը։ Չէ, դու չէիր, Աստծո Հոգին քեզ գործածում էր ուղակի։ Որովհետեւ խոսքն ասում է, երբ որ կանգնեք, հոգ մի արեք։ Ասում է իշխանավորների առաջ, երբ որ կանգնեք, հոգ մի արեք, թե ինչ պիտի խոսեք, որովհետև տվյալ բանից ձեզ կտրվի ինչ պիտի խոսեք, Սուրբ Հոգին խոսի ձեր միջոցով։ Ուրեմն մենք երբեմն վախենում ենք ավետարանը քարոզել, որովհետև կենտրոնանում ենք մեր կարողությունների վրա, փոխարենը պետք է Սուրբ Հոգուն վստահել եւ նրա առաջնորդությանը հանձնվել։ Հավատացեք, այս ամենամեծ պատճառներից մեկն է, մենք ինչի համար ավետարանը չենք քարոզում, որովհետև դու կենտրոնում ես, ախր ես նոր եմ գնում եկեղեցի, հələ ես Կարեն եղբորպես Աստծո խոսքը չգիտեմ, ինքը աստվածաբանականը ավարտել, ինքը կարում է խոսա, ես խոսալ չգիտեմ, ես հələ հազիվ նոր կտակարանն եմ վերջացրել կամ նոր եմ սկսել, դու կարծում եք այդ բոլոր ժողովուրդը առաջ իրարի, որ ավետարանը քարոզում էր, մեջապ գիտելիք ուներ, չուներ։ Ես ձեզ վստահեցնում եմ, չուներ մեջապ գիտելիք։ Ինչքան դու գիտես, անգամ որ քեզ դորահոգի ես համարում, այդքան չունեին գիտելիք։ Բայց երբ որ Սուրբ Հոգու լեցունությունը կա, այդ խոսքը սկսում է բխել։ Էլ որևէ պատճառ դու հաշվի չես առնում, որովհետև գիտես, որ նա է առաջնորդողը, նա է քո շուրթերին խոսք դնողը, դու հանձնվում ես իրան, ինքն էլ առաջնորդում ու գործում։ Ամեն։ Ամեն, ամեն։ Ուրեմն առաքյալների կյանքում նկատելի էր Սուրբ Հոգով լցված ավետարանի քարոզչության պտուղները, որովհետև տեսնում ենք Պետրոսը հելավ, այդ մի հատ հասարակ պատգամը տվեց եւ 3000 հոգի ապաշխարեցին։ Հիմա օրինակ այդ նույն պատգամը, որ վերցնենք մենք տան, կապաշխարի 3000 հոգի։ Փորձառությունը չի հարցը, Սուրբ Հոգով լցված լինելն է հարցը։ Ու ասում Մետարքիրա Պետրոսը այն ժամանակ մի քանի հոգի սրահում էին, չհամարձակվեց Հիսուսին Տեր դավանել, հիմա բազմության առաջ էլ է կանգնել է, աղաղակում է եւ ասում է Հիսուսն է։
Մեսիան, որ աշխարհ պիտի գար, եւ ներկայացումը Քրիստոսի ով լինելը։ Ու տեսնում ենք, որ 3000 տարբեր տեղից եկած մարդիկ, տարբեր մտածելակերպի տեր մարդիկ, տարբեր նախասիրությունների տեր մարդիկ, բոլորը ասացին ինչ անենք մարդիկ եղբայր, ասում են իրանց սրտերում զղջացին։ Այդքան զորավոր էր այդ պատգամը։ Ուզում եմ քեզ հավատացնեմ, որ դու էլ կարող ես այդ զորավոր պատգամ տալ եւ ընտանիքներ ապաշխարել։ Բազմություն ապաշխարի այդ մի հատ պատգամից։ Ու շատերը դառնան դեպի Քրիստոսին։ Ու գիտես ուղղակի դից չասեցին, մենք ապաշխարում ենք ու վերջ։ Ասում եմ միացան եկեղեցուն, այսինքն հաստատվեցին եկեղեցում, այդ օրը մկրտվեցին Հիսուսի անունով։ Այդ օրը մարդիկ մկրտվեցին ու միացան եկեղեցուն, այսինքն հաստատվեցին եկեղեցու մեջ։ Ուրեմն նաև տեսնում ենք, որ Գործք Առաքելոց 4:13-ում, երբ որ առաքյալներին բանտարկել էին, եւ հետո որոշեցին վերջում ծեծել եւ արձակել, մի հատված է գրված շատ հայտնի տեղ Գործք 4:13, ասում է եւ Պետրոսի եւ Հովանեսի համարձակությունը տեսնելով եւ գիտենալով, որ առանց ուսմունքի եւ տգետ մարդիկ են, զարմանում էին, միայն ճանաչում էին նրանց, որ Հիսուսի հետ էին։ Կամ հարցը որ Հիսուսի հետ է։ Ասում են նրանց համարձակությունը տեսնելով։ Ուրեմն փարիսեցիների քահանայական կազմի որակումը Պետրոսի ու Հովանեսի նման առաքյալների մասին, ասում են տգետ մարդիկ են։ Անուսում մարդիկ։ Մեր համար իրանք իշքան մեծ հեղինակություն են, չէ՞։ Իրանց որակավորում էին այդպես։ Բայց ասում են մենակ մի բան գիտեին, որ Հիսուսի հետ է։ Սա է գաղտնիքը։ Այն իմաստությունը, որ իրանք ունեին Ստեփանոսի մասին գրված է, որ չէին կարողանում դիմանալ, դեմ կանգնել այդ իմաստությանը, որովհետև Սուրբ Հոգով լցված էր խոսում, որովհետև Սուրբ Հոգուց էր այդ իմաստությունը, որտեղից կարողանա մարդը դեմ կանգնել դրան։ Մագնով է, որ Աստծո Հոգու խոսքին դեմ կանգնի։ Սա չի նշանակում, սիրելիներ, որ քրիստոնյան չպետք է աշխատի իր վրա, չսովորի։ Հարկ Տիրոջը մենք եկեղեցում աստվածաշնչյան դպրոցներ ունենք, հնարավորություններ ունենք սովորելու, սուրբ գրքեր ունենք, տարբեր թարգմանությամբ, հոգևոր գրականություն ունենք, եւ սա օրհնություն է, երբ որ դու քո վրա աշխատում ես, լցվում ես Աստծո խոսքով, զորանում ես, ավելացնում ես։ Բայց այդ ամենից առավել մենք պետք է Հիսուսի հետ լինենք, Սուրբ Հոգով լցված լինենք։ Այդ բոլոր բաներից առավել լավ է գիտություն ունենալը, լավ է սովորելը, եւ սա առանց թերագնահատելու եմ ես ասում, որովհետև ես ինքս էլ սովորել եմ, ես շարունակում եմ մինչև հիմա ինքնուսուցմամբ զբաղվել։ Պետք է սովորել, պետք է կարդալ, շատ լավ է, բայց դրանով չպետք է բավարարվել։ Պետք է Սուրբ Հոգու լեցունություն ունենաս, որ այդ խոսքը, որ արդեն քո մեջ է, զորությունով բխի քեզանից եւ պտուղ տա։ Ուրեմն նույն գլխի 31-րդ խոսքը տեսնում ենք, ասում է, երբ որ այս հալածանքից հետո գնում են ներկայացնում են, թե ինչ տեղի ունեցավ, նրանք կանգնեցին ու աղոթք արեցին։ Եվ նրանք աղոթք անելիս շարժվեց այն տեղը, ուր որ ժողված էին, եւ ամենքը Սուրբ Հոգով լցվեցին եւ Աստծո խոսքը խոսում էին համարձակությամբ։ Գիտես, Տերը ամեն բան գիտի։ Գիտի քո զգացմունքները, քո վերապրումները, քո մեջ եղած վախերը, ամոթի զգացումը, չընդունվելու վախ, ամեն բան գիտի։ Հիմա ուզում ներկայացնեմ, մի հատ ինչ էր տեղի ունեցել, որ մենք պատկերացնենք։ Առաջի դարվա ամենաազդեցիկ առաքյալներին տարել էին, բանտարկել էին, հաստատ վախեր են ժողովրդի մեջ։ Հիմա որ սրանք դուրս եկան ժողովրդի մոտ, ասեցին, որ մեզ պատվիրել են, որ չխոսեն, ասում են մեկտեղ հավաքվեցին, գրված է։ Ձայները բարձրացրեցին եւ աղոթք արեցին։ Ուրեմն այս ժողովուրդը, որ արդեն ինչ որ չափ վախով էր լցվել, աղոթում էր Աստծուց համարձակություն էր խնդրում։ Եվ խնդրում էր, որ Աստված գործակցի եւ նշաններով, հրաշքներով հաստատի իր խոսքը։ Եվ Աստված այս աղոթքին պատասխանեց եւ ասում է, այդ տեղը շարժվեց ու ամեն մեկը Սուրբ Հոգով լցվեց ու համարձակությամբ խոսում էին Աստծո խոսքը։ Ուրեմն այս խոսքն նրանց համար է, ովքեր թեկուզ մկրտված են, բայց մենք կարիք ունենք այն բոլոր բաներից ազատվելու համար, որոնք մեզ խանգարում են ավետարանը քարոզել, ինքներս մեզանից ազատվելու համար։ Կարիք ունենք ազատվելու
եւ դա միայն կատարվում է Սուրբ Հոգու լեցունությամբ։ Երբ որ մեկտեղ են հավաքվում, երբ որ աղոթք է լինում, Աստված հավանում է այդ աղոթքը եւ Աստված այցելություն անում։ Մենք էլ ենք չէ՞ մատ ինչ-որ վերնատ անենք հիմա հավաքված։ Օրինակ ես հավատում եմ ու չեմ բացառում, որ մենք կարող ենք աղոթք անել, մեր աղոթքը բարձրացնել, խնդրել եւ Տերը այս վայրը շարժի ու մենք Սուրբ Հոգով լցվենք ու համարձակությունով ավետարանը քարոզենք։ Որտեղ մանավանդ որ հրազդանում նորաստեղծ է եկեղեցին, մեզանից յուրաքանչյուրը պատասխանատվություն ունի, ինձանից սկսած ավետարանը քարոզելու այս տարածքի մեջ, որ Աստված փրկվածների թիվը ավելացնի։ Եվ ավետարանը քարոզելու համար մենք Սուրբ Հոգու լեցունության կարիք ունենք եւ այսօր լավագույն առիթ է։ Եվ 4:33-ում տեսում ենք եւ առաքյալներ ասում է մեծ զորությունով վկայություն էին տալիս Տեր Հիսուսի հարության համար եւ մեծ շնորհք կար նրանց ամենքի վրա։ Լսում եք ինչ ասում։ Առաքյալները ուղղակի վկայություն չէին տալիս Հիսուսի հարության մասին։ Ասում է մեծ զորությունով։ Որտեղից էր այս զորությունը։ Որովհետեւ երկու համար վերև Սուրբ Հոգով լցվել էին դարձյալ, հիմա էլ Պենտեկոստեի օրվանից ավելի բուռն էին քարոզում, ասում է մեծ զորությունով վկայություն էին տալիս եւ ասում է մեծ շնորհք կար նրանց բոլորի վրա։ Որտեղից է շնորհքը։ Լեցունությունից է գալիս այդ շնորհքը, ժողովուրդ ջան։ Այն որ մարդիկ քո հետ խոսում են, հասկանում են շնորհք կա քո կյանքի մեջ եւ գրավում է դա իրանց եւ սկսում են լսել քեզ։ Դա Սուրբ Հոգու լեցունությունից է գալիս, ուրիշ ոչ մի տեղից, նա է աղբյուրը, զորության աղբյուրը նա է, ով բնակվում է մեր մեջ, մեզանից էլ հեռու չի, բայց ինչի չօգտագործենք, այն ինչ որ մեզ տրված է արդեն եւ մոտ է մեզ շատ։ Սուրբ Հոգով լցվելը նպատակ ունի մեզ Հիսուս Քրիստոսի վկան դարձնելու։ Եթե համաձայն մարդիկ կան, թող ասեն ամեն։ Նորից եմ ուզում կարդալ. Սուրբ Հոգով լցվելը նպատակ ունի մեզ Հիսուս Քրիստոսի վկան դարձնելու։ Նախ մեր քաղաքի մեջ, հետո մեր ազգի մեջ, այնուհետև շրջակա ազգերի մեջ, մինչև երկրի ծայրերը։ Ոնց որ Տերն էր ներկայացնում։ Ասում էր, երբ որ հոգին ձեր վրա կա, զորություն կառնեք եւ իմ վկաները կլինեք Երուսաղեմի մեջ։ Երուսաղեմը դա իրենց քաղաքն էր, որտեղ որ ապրում են։ Հիմա ասում եմ, երբ որ Սուրբ Հոգին ձեր վրա գա, զորություն կառնեք եւ Տիրոջ վկաները կլինեք Հրազդանի մեջ։ Ամեն։ Հետո ասում են Հրեաստանի մեջ, նկատի ունենալով մեր ժամանակների, մեր իրականության մեջ դա Հայաստանն է։ Երբ որ Սուրբ Հոգին գա, մենք զորություն կառնենք, վկաներ կլինենք թե Հրազդանի մեջ, թե Հայաստանի մեջ, Սամարյան դա շրջակա պետություններն էր նկարագրում։ Մեր շրջակա ազգերի մեջ եւ միջև երկրի ծայրերը։ Այսինքն սահման չկա ավետարանը քարոզելու համար։ Մարդկանց ռասայական տեսակավորում չկա, միջև երկրի ծայրերը ավետարանը արժի հասցնել։ Եվ եթե Աստված մեկի սրտի մեջ կդնի, բայց ես մի բան համոզված եմ, եթե ես իմ շուրջը եղող իմ հարազատ մարդկանց համար սիրտ չունեմ ծառայելու, Տեր ինձ ուղարկի Աֆրիկա ինչ անեմ։ Դա չի ժողովուրդ ջան։ Ես հավատում եմ, որ Աստծո խոսքը մեր սիրտը շարժում է։ Եվ ես հավատում եմ, որ եթե այսօր սիրտդ բաց լինի, այդ լեցունությունը գալու է կյանքիդ մեջ։ Ես ուզում եմ այսօր մի նոր ձևի Աստված ինձ լցնի իր Սուրբ Հոգով։ Որպեսզի Հրաստանը աշխարհի, մենք Սուրբ ապաշխարի, մենք Սուրբ Հոգով լցված մարդկանց կարիք ունենք, ժողովուրդ ջան։ Սուրբ Հոգով լցված մարդկանց կարիք կա, որպեսզի Հրազդանը ապաշխարի։ Ամեն։ Եվ երբ լսում ես, որ ծառայողների կարիք կա, Սուրբ Հոգով լցված մարդկանց կարիք կա, սլաքը ուրիշների վրա մի ուղղիր։ Ասա թող Կարեն աղբերը Սուրբ Հոգով լցվի, դե ինքն ահովի Հրազդան տարածքի ու ավետարանը քարոզի։ Փառք Տիրոջը, որ Աստված իրան դրել է այդ կոչման մեջ, ինքն էլ Սուրբ Հոգով կլցվի, ավետարանը քարոզի, բայց սլաքը ուղի քո վրա։ Սլաքը ուղի քո վրա, ասա ես պիտի Սուրբ Հոգով լցվեմ եւ ավետարանը քարոզեմ իմ հարևանների մեջ, բարեկամների մեջ, իմ աշխատանքի վայրում, չեմ ուսման վայրում, որտեղ որ կլինեմ։ Եսայի պես, ասա, այն որ Տերն ասեց, ով կգնա ինձ համար, ում ուղարկեմ, ասա ահա ես Տեր։ Մի ասա, ահա Արսեն եղբայրը, իրան ուղարկի Տեր ջան։ Թող այո Արսեն եղբորը ուղարկի։ Հավատում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը փափագում է լցվել Սուրբ Հոգով եւ զորանալ։ Փափագում ենք թե չէ։ Ամեն։ Առաջարկում որ երբ որ կանգնենք հիմա աղոթքի, թող այդ փափագը երևա, թող այդ փափագը չեմ ջերմերան աղոթքով երևա,
աղաղակով երևա, Սուրբ Հոգով աղոթքով երևա, Տիրոջ անունը կանչելով երևա, բայց անենց աղոթք արա, որ ստեից դատարկ չգնաս, Սուրբ Հոգով լցված գնաս, որ գնաս հասկանաս, որ չես կարող չխոսաս, դու ուզում ես խոսաս։ Մի հատ կրակ է մեջդ վարվում, որ չխոսաս, այն եզելիքի վերի մեջ ասում է, «Էդի կայրի ինձ ոսկորներս»։ Այդտենց լցված գնաս ստեղից։